Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Մենք արդեն կարծում ենք, որ մեր հաղորդումները դարձել են ձեզ համար սպասվելի։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ, կլրացնեն ձեր ընտանեկան գերակրացանկը։ Բարեկամներ, այսօրվա ուտեստը մենք պատրաստելու ենք միասին իմ հյուրի հետ եւ այսօրվա իմ հյուրն է Ամբովյան քաղաքը ներկայացնող երիտասարդ խոստումնալից խոհարար Բագրատ Ավագիմյանը։ Ողջույն Բագրատ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Ինչ նորությունով ես այսօր ներկայացել մեզ։ Այսօր պատրաստելու ենք ջրիկ ապուր, սուպ, տենց ասած։ Ապուր, այո։ Այո։ Մեզի պետք է լինելու խոզի փափկամիս, Այո։ համեմունքներ, ձեթ, խնձոր, Այո։ գազար, Լավ։ սոխ եւ կարտոֆիլ։ Մեկ էլ եռացրած ջուր տակ։ Լավ, ինչից սկսենք։ Ինչպես միսը տապակելուց, վերցնենք թավան։ Տապակ ենք ասում մենք դրան։ Այո, կտրատենք միսը։ Իսկ միսը մենք ընտրել ենք խոզի փափկամիս, ֆիլե, այ որ մենք ասում ենք սուկի։ Իհարկե դա ընդունված տարբերակ է ոչ հայեցի, բայց այդպես ենք անվանում, այսինքն սա ներսի ֆիլեն է։ Որից հետո տապակելու ենք ձեթի մեջ, այսպես, ավելացնենք ձեթը։ Իսկ ձեթը ես տեսա, որ դու ընտրել ես ձիթապտղի ձեթ։ Ձիթապտղի եւ արևածաղկի ձեթ։ Միասին ես։ Այո, որպեսզի նրանց համադրությունը համապատասխանում է իրենց հետ։ Դրա համար կտրատեցինք, միսը ավելացնենք թավայի մեջ։ Տապակը անոթին տաքացրինք, բնականաբար, ձեթը մի քիչ դաղվեց եւ հիմա միսը խառնում ենք, կտապակենք։ Տապակում ենք մինչև կեղևապատվի, կավելացնենք հետո կաթսոյի մեջ եւ կլցնենք ջուրը, դնենք կրակին, որպեսզի մի քիչ եփի։ Շատ լավ։ Մի 2 րոպե թողնենք տապակվի, մինչ այդ դուք կտրատեք ծոխը, եթե դժվար չէ, եւ գազարը վերցնենք կաթսան, որի մեջ եփելու ենք։ Լավ։ Ավելացնենք մեր միսը։ Միսը ավելացրին կաթսայի մեջ, լցնենք ջուրը, եռացրած։ Գազարն ու սոխը միասին պիտի տապակենք։ Այո, նույն ձեթի մեջ, որտեղ տապակվել է մեր միսը։ Գազարը կտրատենք ձողիկների, Խնձորը խորանարդիկներով։ Մեր միսը եռում է, քաշենք մի քանի րոպեով կրակից, որպեսզի տապակենք մեր գազարն ու սոխը։ լավ, Այսպես։ խնդրեմ, միասին, Այո։ ապուրների ժամանակաշրջանը եղանակը մեզ տրամադրում է լավ ապուրներ պատրաստել եւ կարծում եմ այս ապուրը կհարստացնի ձեր խոհանոցը։ Մինչ սոխը տապակվել է, դուք կարող եք կտրատել կարտոֆիլը, շատ փոքր խորանարդիկներով, թո չլինի, մեծ լինի մի թե։ Շատ փոքր չլինի։ Այո։ Կարտոֆիլը կտրատելու համար մի հատ կտրատում ենք շերտ, նոր արդեն բարակ շերտեր։ Ինչի համար, գիտես։ Որպեսզի կրախմալը չեզոքանա։ Որպեսզի կտրելիս չգլորվի եւ մեր մատները մնան իրենց տեղում։ Գազարը եւ սոխը տապակում ենք այնքան, մինչ սոխը կդառնա թափանցիկ, իսկ գազարը Ոչ թափանցիկ։ Այո, գույնը կփոխի։ Լավ։ Կեղավապատվի։ Սպասենք, սոխը դառնա թափանցիկ, գազարը դառնա ոչ թափանցիկ։ Կարելի է վերցնել կրակից, ետ դնել մեր միսը եւ ավելացնենք մեր մսին։ Սոխ առասնենք ավելացնում, այնպես ավելացնենք, որ հեռուստատեսողները տեսնեն, այո։ Ավելացնենք մեր սոխ հարացը։
Այսպես։ Թողնենք մի քանի րոպե, թոնա համերը խառնվեն, հետո կավելացնենք կարտոֆիլը եւ մի քիչ կտապակենք խնձորը։ Խնձորը մի տապակի։ Այո։ Նույն տապակի մեջ շոխարացնենք։ Այո։ Եվ կավելացնենք մեր ապուրին։ Այսպես մինչ տապակվի, ինձ թվում է թավան վերցնենք։ Նույն թավայի մեջ անենք խնձորը։ Այո։ Մի փոքր կեղևապատենք, հա։ Այո։ Շատ փոքր կեղևապատենք եւ կհամեմենք։ Համեմենք։ Ես խոստովանում եմ, որ ինձ էլ հետաքրքրեց այս ուտեստը։ Կարող ենք ավելացնել։ Հետաքրքիր լինի։ Ավելացնենք կարտոֆիլը։ Որպեսզի Ես ուզում եմ արդեն ընդվզել։ Այո։ Կարտոֆիլը կարծում էի դու մոռացել ես արդեն։ Չէ։ Վերցնենք կրակից եւ մի կես րոպեի ժամանակով տապակենք մեր խնձորը, որպեսզի կեղևապատվի եւ ավելացնենք ապուրին, թողնենք եւ։ Լավ, եւ մենք նշենք, որ խնձորը ընտրված է կանաչ։ Ոչ քաղցր։ Թթվաշ, մի փոքր թթվաշ խնձոր։ Շատ չենք տապակում։ Տապակում ենք մինչ մի քիչ գույնը փոխի, որովհետեւ նա եփելու է եւ էլի փափկելու է։ Այո։ Փափուկել է։ Դեն կարելի է ավելացնել խնձորը։ Խնձորն էլ ավելացնենք։ Ետ տնենք տապակը կրակին։ Ավելացնենք մեր խնձորը։ Եվ թողնենք մի 7-ից 10 րոպե, որպեսզի նա եփի հասնի իր 7-ից 10 րոպե հետո կհանդիպենք, բարեկամներ, կհամեմենք։ Այո, եւ կմատուցենք։ Հանցավ 10 րոպեն, հիմա կհամեմենք աղով, կհամեմենք սև պղպեղով։ Դու ինչ կհամեմես, ես նորից հիշեցնեմ մեր հեռուստատողներին, թե ինչպես պատրաստեցինք։ Նախ ձեթի մեջ տապակեցինք խոզի փափկամիսը, այնուհետև ջուր ավելացրեցինք, մի քիչ եռած ջրով, առանձին պատրաստեցինք սոխառած սոխեով եւ գազարով, ավելացրինք ապուրին ավելացրինք նաեւ կարտոֆիլը, խնձորը առանձին տապակեցինք, ավելացրինք եւ խնդրեմ արդեն ապուրը պատրաստ է։ Մի քիչ կանաչի ավելացնենք համքեղ եւ ինձ թվում է մենակ համքեղը հերիք է։ Ինձ էլ է թվում, որ համքեղը բավական է։ Ավելացնենք եւ մատուցենք։ Ավելացնենք եւ մատուցենք։ Վերցնենք կրակից։ Խնդրեմ։ Ավելացնենք կաթսայի մեջ։ Այսպես։ Եվ կտակ մատուցվող ափսեն։ Այո, խնդրեմ։ Եվ կթալացիր։ Գերմանական ապուր հայկական եղանակով, հա։ Կարելի է այդպես ասել, այսպես։ Մեր ապուրը պատրաստ է։ Ապուրը պատրաստ է, խնդրում եմ, եթե որևէ առաջարկ, որևէ խորհուրդ ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես հեռուստադիտողներին խորհուրդ կտամ օգտվել բանջարեղենի եւ մրգի համադրությամբ պատրաստվող ուտեստներից, որովհետեւ նրանք շատ պարունակում են վիտամիններ եւ օգտակար են այս եղանակին այսպիսի ապուրները։ Շատ լավ։ Բարեկամներ, ես էլ եմ միանում Բագրատի առաջարկներին, օգտագործենք շատ բանջարեղեն, օգտագործենք շատ միրգ, չէ որ մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր բնաշխարհը շատ առատ է այդ մտերքներով։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ եւս մեկ անգամ ձեր անունից շնորհակալություն հայտնել Բագրատին, ցանկանանք, որ ինքը շարունակի այդպես խորանալ, խորամուխ լինել խոհարար մասնագիտության գաղտնիքների մեջ։ Շնորհակալություն Բագրատ, ապրես դու։ Ուզում եմ, որ մենք հանդիպենք միշտ եւ այդ հանդիպումները լինեն արդյունավետ, իսկ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Խնձորով ապուր, խոզի միս 200 գրամ, կանաչ թթու խնձոր 1 հատ,
գազար 30 գրամ, կարտոֆիլ 80 գրամ, սոխ 70 գրամ, աղ, սև պղպեղ, բարեխորժակ։